Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Ժնևում կայանալիք ԱՄՆ-Իրան բանակցությունների նախօրեին հայտարարել է, որ Թեհրանը ցանկանում է գործարքի գնալ եւ գիտակցում է հետևանքները, եթե այն չկայանա։ Կարծում եմ, նրանք ցանկանում են գործարք կնքել, հակառակ պարագայում լուրջ հետևանքների կհանդիպեն լրագրողներին, ասել է Թրամփը։ Եվրոպան չի կարող պաշտպանվել առանց Ամերիկայի Միացյալ Նահանգների, այս մասին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վան դեր Ֆուլը։ Մենք կարող ենք պաշտպանվել միայն ԱՄՆ-ի հետ միասին, առանց Ամերիկայի Միացյալ Նահանգների միջուկային հովանոցի մենք չենք կարող պաշտպանվել այստեղ։ Սա դաժան իրականություն է, հայտարարել է նա։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, ուկրաինական հետախուզությունը ցույց է տվել, թե էներգետիկ օբյեկտների վրա Ռուսաստանի կողմից ավելի շատ հարձակումներ են սպասվում եւ որ նման հարվածները դժվարեցնում են գրեթե 4 տարվա պատերազմը դադարեցնելու վերաբերյալ համաձայնագրի կնքումը։ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին պատասխանել է Ամերիկայի Միացյալ Նահանգների սպառնալիքներին, հայտարարելով, որ երբեմն ամենաուժեղ բանակը ստանում է այնպիսի մի ապտակ, որից հետո այլևս ոտքի չի կանգնում։ Նրանք անդադար խոսում են Իրանի ուղղությամբ նավեր ուղարկելու մասին, իհարկե նավատորմը վտանգավոր բան է, սակայն դրանից ավելի սարսափելի է այն զենքը, որը կարող է այդ նավը իջեցնել ծովի հատակը, ասել է Խամենեին։ Նա նաև հայտարարել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին չի հաջողվի կործանել Իրանի Իսլամական Հանրապետությունը։